Կիկի ֆիլմադարանի թվայնացման ընթացքում հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի երկար ժամանակ կորսված համարվող դիպլոմային աշխատանքը՝ «Անդրեաշ» կարճամետրաժ ֆիլմը։ Արխիվային կինոնկարի դիտման ժամանակ պարզվել է, որ դրա բովանդակությունը բոլորովին չի համապատասխանում կինոգետ Ռոստիսլավ Յուրենևի նկարագրությանը, որը իբրև թե ներկա է եղել Փարաջանովի դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը և դրա մասին գրել է իր «Ի արդարացում այս կյանքի» ինքնակենսագրական հուշագրության մեջ։ Սակայն 2007 թվականին լույս տեսած գրքում ներկայացվում է բոլորովին այլ պատմություն։ Յուրենևի վկայությամբ Դովժենկոն դժգոհել էր Անդրեաշից, այն որոշելով որպես հակաարվեստ։ Ըստ նրա, հենց ինքը և ռեժիսոր Սերգեյ Գերասիմովն էին փրկել երիտասարդ Փարաջանովին հանձնաժողովի խիստ քննադատությունից, ապահովելով, որ նա ստանա ընդունելի գնահատական և հնարավորություն ստանա շարունակելու աշխատանքը կինոյում։ Նորահայտ ֆիլմը, սակայն, որևէ կապ չունի Յուրենևի նկարագրածի հետ։ Դրա մեջ չկան ոչ տիկնիկներ, ոչ արհեստական ծաղիկներ, ֆիլմում հանդես են եկել կենդանի դերակատարներ։ Գլխավոր դերերում հանդես են եկել ԿԻԿ-ի ուսանողներ, այդ թվում Նատալիա Կրաչկովսկայան։ Ֆիլմը մոնտաժված է շտապողականությամբ, ունի թերի կառուցվածք, բայց պարունակում է արդեն այն պոետիկ պատկերային մտածողությունը, որը հետագայում կդառնա Փարաջանովի գլխավոր ձեռագիրն արվեստում։